Հարցն ենք։ Դուք 90-ականներին պաշտոն եք զբաղեցել, ենթադրում երևի մենք էլ ենք հուզված, ենթադրում երևի շփվել եք, հա, Վազգեն Սարգսյանի հետ, ինչպիսին էր տպավորությունները ֆիլմից, արդյոք կարողացել է մարմնավորել Վազգենի կերպարախորան Լևոնյանը ճիշտ։ Կարծում եմ բավականին լավ է։ Իսկ Արցախյան ազատագրական պայքարին էր նաև այս ուղղված, չէ՞, այս ֆիլմը Վազգեն Սարգսյանը ազատագրողներից է եղել Արցախը, որ այսօր մենք չունենք, հանձնեց այս իշխանությունը։ Այդ դիսոնանսը ոնց էր ձեր միջով անցնում ֆիլմը նայելիս։ Կարծում եմ հոգեվիճական ինչի մասին ասում։ Հուզվեցիք հատկապես որ դրվագից հոկտեմբերի 27-ի, թե նաև այն, որ ինքը Արցախը ազատագրեց ու այսօր չունենք, տեսանք, որ չունենք Արցախը։ Եվ նրանից է նրանից, և հանրապես այն ինչի մենք ունենք, մեր երազանքի է։ Որն էր մեր երազանքը։ Մեր երազանքին հասել էինք 90-ականների վերջին։ Ու այդ երազանքը բացում փշրվեց այսօր իշխանության օրոք։ Ձեր որդին, որ այդ իշխանության մասը եւ այդ իշխանությունը հանձնեց Արցախը։ Արդեն եւ կինոյի տպավորությունը եւ Վազգենի մասին հիշատակը անհամատեղելի է։ Այսօր այդ տպավորության մասին չեմ ասում, ընդհանրապես։ Ես խոսում եմ այդ պատմության անցած ժամանակաշրջանի Վազգենի հենց դերի մեր պետության այն ժամանակվա վիճակի եւ չեմ ուզում խորանալ, թե այսօր ինչ ունենք եւ կարող եք կապել ձեր ասած այսօրվա իշխանության գործունեության հետ։ Այսօր մենք չունենք այն ինչ որ ունեցանք Վազգենի շնորհիվ նաեւ։ Ինչու չունենք։ Վազգենը մենակ չի արել այն ինչ որ մենք ունեինք 90-ականների վերջին եւ հիմա ձեր ասած իշխանությունը առանձին վերցրած չի բերել այն վիճակին, ինչից բոլորս հոգեպես տանջվում ենք։ Մի ավելի խոր են պատճառները։ Որոնք են այդ պատճառները։ Ես կարծում եմ գնալով ամենից ավելի պարզ է դառնում։ Համենայնդեպս մենք չենք այդ պատճառները։ Դուք ով։ Մենք բոլորը։ Ովքեր են պատճառները։ Դե հիմա դուք ավելի Փաստացի Ես առաջիկայում կխոսեմ այդ ամենը։ Ձեր որդու իշխանությունը նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը Վազգենի ազատագրած Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս Պրահայում, ուղիղ տեքստով, ասել ես ճանաչում եմ Լեռնային Ղարաբաղը։ Ինչ հարց եք տալիս եւ ինչ պահի։ Շատ ծանր պահի ենք մենք հարցը տալիս, այո։ Պահի եք հարցնում։ Այդտեղ չի որ ես հիմա խոսացնում եմ այդ հարցին պատասխանելուց, ուղղակի անպատեհ է հարցը։ Բայց այդ նույն ծանր իրավիճակում գտնվում էին նաև արցախցիները 2023 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ որ արդեն Արցախը օկուպացված էր ադրբեջանցիների կողմից, երբ որ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Դուք ինքեզագործան ծանոթ եք։ Օրինակ ինչ գիտեք իմ մասին։ Բայց իմ հարցը դա չէր։ Ձեր հարցը որ եթե դուք ինքեզագործություն իմանայիք, այդ հարցը գոնե ինչ չէիք տա։ Ես օրինակ մեր կորցրած տարածքներից վերջին պատմության վերջին շրջանում կորցրած տարածքներից առաջին կորցրած տարածքից ամենավերջինն եմ դուրս եկել ոտքով 25 կիլոմետր։ Ես Արտվաշենի անդման ոչ միայն վկան, այլ վերջին պաշտպանն եմ եղել, որ դուրս եմ եկել։ Պատմությունը մի քիչ փաստերը պետք է ճանաչել եւ ընդհանրապես պատմական իրադարձությունները քննության առնել բոլոր գործոնները միաժամանակ քննարկելով։ Այս կամ այն դրվագով եզրակացության գալը ճիշտ չի։ Պարոն Սարգսյան, ես տեսնում եմ, որ դուք ցավում եք Արցախի կորստի համար։ Դուք իսկապես ձեզ համար դա մեծ ցավ էր Արցախի կորստը եւ ինչ եք կարծում, հույս կա որ մենք հետ կբերենք երբևէ։ Արցախի կորստը տեղի ունեցել իմ ծննդյան նախորդ օրը։ Իսկ իմ ծննդյան օրը։ Ես այդ հաջորդ 11-ին եմ ծնվել։ Ես Երանի ես մահացած լինեի եւ այդ օրը տեսած չլինեի։ Իսկ հույս կա որ արցախցիները կվերադառնան իրենց հայրենիք։ Ես կարծում եմ այո։ Չեմ կարող ցավոք սրտի ասել համոզված եմ, բայց կարծում եմ այո։ Ձեր որդին էլ է ձեզ հետ համաձայն այդ հարցում զրուցել եք նրա հետ։ Տանը ոչ մի տարաձայնություն չունենք, թե գաղափարական, թե այն կարգի։ Բայց այդ ձեր ասածը հիմա ուղիղ հակասության մեջ է մտնում Նիկոլ լավ ծանոթ չէ։ Բավականին լավ հետևում ենք, ծանոթ ենք։ Ես գիտեմ, դուք հետևում եք, նաև մյուս որդուց գործնեության եք հետևում։ Մենք իրար շատ լավ ենք ճանաչում բոլորով։ Այդ դուք գաղափարական հակասություն իրար հետ չունեք, բայց
Դա լավ է, եթե Արցախի մասով այդպեսին է երեքի դիրքորոշումն էլ, բայց ձեր որդու իշխանության հետ, իր ղեկավարի հետ, Փաշինյանի հետ չունեք տարաձայնություն, ոնց որ թե բա ինքը Արցախի հետ կապված ոչ մի այդպեսի բան չի արծում, ինչ որ դուք եք ասում։ Ինքը լրիվ հակառակն է ասում։ Քաղաքականության մակարդակում եւ առասարակ այն իրավիճակում, որ մեր պետությունը գտնվում է, դուք ինչպեսի պատասխան եք օրինակ այդ հարցադրումներին, ինչպեսի պատասխան եք անկանում ձեր ասած Նիկոլ Փաշինյանից։ Մենք ուզում ենք որ ինքն ինչ ասել։ Ուզում ենք ուղղակի չաներ ինչ-որ բան, որ հետո ասելու բան չունենար։ Չճանաչել Արցախը, չհանձներ։ Հա, եթե հիմա մտածում եք, որ Վազգենը միայնակ է ընդհանրապես Արցախն ազատագրել, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը միայնակ Արցախը հանձնել, ես ուղղակի տրամաբանորեն հակառակ կարծիք ունեմ դրա վերաբերյալ։ Ես մտածում եմ, որ Վազգենը Արցախը ազատ եք հանձնել Արցախը։ Բոլորը։ Չէ, ես մաս չեմ կազմել, խնդրում եմ ինձ մեղսակից մի դարձեք, բայց Վազգենը ազատագրել է Մոնթեի, Կոմանդոսի, Դուշման Վարդանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչյանի մյուսների հետ միասին։ Իսկ թե ով է հանձնել, Նիկոլ Փաշինյանը ինքն է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Գուցե ֆրակցիան էլ կողքը կանգնած է եղել։ ԿՊԱ-կան պատգամավորները։ Ձեր որդին էլ այդ ֆրակցիայի մեջ։ Հա, իմ որդին էլ այդ ֆրակցիայի մեջ եւ ես իմ որդու գործունեությունից եւ մեկի եւ մյուսի գործունեությունից ես շատ գոհ եմ։ Եվ ձեռքի չի բռնել Փաշինյանի։ Եվ գենետիկ եւ գաղափարական առումով դեռևս ինձ հետ հանուն հարթության մեջ է։ Իսկ Փաշինյանի հետ նույն հարթության մեջ են գենետիկ եւ գաղափարական առումով տեղյակ եք։ Այդ երևի պետք է մի քիչ ավելի կամ իրենց հարցնել, կամ հենց թեկուզ ձեր ասած վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եմ, որ նրան հարցնեք, ինքը ավելի ստուգ կպատասխանի։ Ես իրեն հարց չեմ տալիս, բայց իմ գործընկերները, որ իրեն հարցում են, ինքը այդ պատասխաններին ծանոթ ենք Արցախի մասով, որ Արցախը վաղուց Ադրբեջանին էր, դեռ նախկիններն էին հանձնել, երևի Վազգենն էլ հետ նախկինների մեջ։ Այդպես է նկատի ունեցել։ Ես լուրջ հիմա ես որ խուսափ եմ դիմա պատասխանելուց, դա էլ մեկնաբանություն կունենա։ Ես չեմ ուզում այդ մեկնաբանությունների տեղի տամ։ Բայց չեմ էլ ուզում այդքան խորանալ, ինչքան հիմա դուք եք ուզում, որ ես ինչ որ հարթությունների մասին խոսեմ, որը երբ անպատեհ է, այս իրավիճակի համատեղելի, եւ մի քիչ ավելի խորը վերլուծության կարիք ունի։ Ուղղակի մենք հասկանում ենք, որ բարդ դրության մեջ եք հիմա հայտնվել, դերևի դրա համար շատ չճնշենք ձեզ մեր հարցերով։ Շեր ասած անպատեհ է ուղղակի։ Ես հարցերից, պատասխաններից ընդհանրապես խնդիր չունեմ ես։ Եվ ինձ ուղղված բոլոր հարցերին կարող եմ պատասխանել եւ իմ կարծիքը բացահայտ հրապարակել։ Ես այդպես խնդիր չունեմ։ Իմ որդիները նույնպես իդեպ։ Շնորհակալ ենք ձեզ։